Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը հեռախոսով են խոսել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նշվել է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։ Զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Տիկին Ալխազ-Ղազան Ազգային ժողովի պատգամավոր Ալխազ-Ղազարյանը ներկայացրել է օրենսդրական նոր նախագիծ, որով առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հստակ պահանջ։ Ըստ առաջարկվող փաթեթի քվեարկությանը մասնակցելու համար անձը պետք է նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնված լինի Հայաստանում։ Այս ժամկետը հաշվարկվելու է հերթական ընտրությունների կամ հանրաքվեի օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում նախորդող 28-րդ օրվա դրությամբ։ Նախագծով սահմանվում են նաև բացառություններ, պահանջը չի տարածվի այն անձանց վրա, որոնց բացակայությունը պայմանավորված է եղել ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հանգամանքով։ Պատգամավորի խոսքով նախագծի հիմնական նպատակն է, որ ընտրական գործընթացներին մասնակցելիս կարևորվի քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային կողմը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գագիկ Համբարձումյանն այս նախաձեռնությունը որակել է հակասահմանադրական։ Գտել եք միջազգային օրինակներ, այսինքն հարյուրավոր պետությունների մեջ հանգարց գտել եք մի քանի պետություն, որը այս նման կարգավորում է եղել եւ դա էլ արդարացնելու հանգամանքով։ Այդպես կարելի է այդ ձևի վարվել։ Կարծում եմ երևի չէ։ Սահմանադրական դատարանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով այսօր կմտնի խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհայտարարվի հուլիսի 4-ին։ Մինչև այսօրվա նիստը ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատասխանել է հարցին, թե ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ցանկանում, որ ընտրության արդյունքները անբավեր ճանաչվեն։ Կարծում եմ իրենք այլ բան չէին կարող ասել, չնայած մեր որոշ հայրենակիցներ ունեին պատկերացում, որ իրենք հնարավոր է պահանջեն, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Կարծում եմ շատերը դրա պատասխանն են ստացան։ Իսկ ինչու չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն, պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ են։ Ռեսուրսը որպես այդպիսին սպառվող է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի երկու դատավոր Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը։ Դիմումների հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներն անփոփոխ, որոշումն անբավեր ճանաչելն է։ Մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անբավեր ճանաչել այն։ Եթե որոշումը անբավեր է ճանաչվում, դատարանը կարող է կամ չեղարկել ընտրությունների արդյունքները, կամ դրանք չեղարկելով սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Ֆինանսական խարդախությունների զոհերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, պահանջելով ստեղծել փոխհատուցման թիրախային ֆոնդ։ Տուժած քաղաքացիներից Միրանդ Դանելյանը հայտնել է, որ Hello-Bit ներդրումային հարթակում կորցրել է $12,000։ Ես տուժվել եմ Hello-Bit-ից։ Hello-Bit ֆինանսական ներդրումային հարթակից, որը գործել է Հայաստանում, ես կոնկրետ թվերով եմ ասում, 2024 թվականի սեպտեմբեր ամսից բարեհաջող կանաչ ճանապարհ են ցույց տվել այդ հարթակին, աշխատել է մինչև 2025 թվականի նոյեմբերը։ Իրավապաշտպան Մեհեր Կարագյոզյանը քննադատել է նաև հեռախոսների email կոդերի միասնական շտեմարանի ստեղծումը, նշելով, որ այն պարարտ հող է դառնալու կիբերհանցագործությունների համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ԿԳՄՍ երկու փոխնախարարի՝ Դանիել Դանելյանին և Հասմիկ Ավագյանին։ Մեկ այլ հրամանով Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։ Հասմիկ Ավագյանը իր Facebook-ում գրել է, որ ինքն է դիմել վարչապետին ազատման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դոհայում անցկացրել են դրական բանակցություններ, իսկ իրանական կողմի հետ տեխնիկական խորհրդակցությունները ընթանում են, հայտնել է Բլումբերգը հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյայի։ Աղբյուրի խոսքով որոշակի տեխնիկական բանակցություններում, որոնք չեն ընթանում բարձր մակարդակով, առաջընթացը շարունակվում է։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Դոհայում կարևոր կամ ոչ այնքան կարևոր բանակցություններ են սպասվում, սակայն հանդիպումները լինելու են միջնորդների հետ եւ ուղիղ բանակցություններ չեն նախատեսվել։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Տեղեկությունը հաստատել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 միլիոն բարել նավթ արտահանել։ مذاکره یک روش مبارزه است. Մարկո Ռուբիոն առաջ հետանում իր սեփական կոշտ գիծը, մինչդեռ Ջեյդի Վենսը բոլորովին այլ դիրքորոշում ունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նշել է, որ անցած 5 շաբթի Ռուբիոն ժամանել է Բահրեյն եւ նրա բոլոր գործողությունները ուղղված էին երկկողմ հուշագրի ու Պարսից ծոցի երկրների դեմ։ Նա փորձում էր հրահրել եւ նրանց լարեր նեղուցի իրավիճակի եւ մեր դեմ, բայց մենք ամուր կանգնած ենք, մենք հուշագիր ունենք եւ մենք խստորեն պահպանում ենք այն, շեշտել է նա։ Խոսնակը նաև հստակեցրել է Թեհրանի սկզբունքային մոտեցումը Վաշինգտոնի հետ հարաբերություններում, հայտարարելով, որ նույնիսկ հիմա, երբ մենք բանակցություններ ենք վարում Ամերիկայի հետ, մենք չենք բանակցում ընկերոջ հետ, մենք բանակցություններ ենք վարում անվստահելի թշնամու հետ, որը անպայման գործողություններ կձեռնարկի մեր դեմ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական օբյեկտներին հասցված նոր հարվածների մասին, դրանք անվանելով պատասխան հեռահար պատժամիջոցներ պատերազմը ձգձգելու Մոսկվայի գործողություններին։ Ըստ նրա, արդեն երկրորդ անգամ թիրախավորվել է Ուֆայի նավթավերամշակման գործարանը։ Բացի այդ, Պենզայի մարզում հարված է հասցվել ռազմաարդյունաբերական համալիրի մի ռազմավարական օբյեկտի, որտեղ արտադրվում են ուկրաինական բնակավայրերին հարվածելու համար օգտագործվող հրթիռների բաղադրիչները, ասել է Զելենսկին։ Ռոմի Պապ Լեո 14-րդի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ հատկապես Ամերիկայի տարածքում անհանգստություն է առաջացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Ավելի վաղ Ռոմի Պապ Լեո 14-րդ պոնտիֆիկոսը բազմիցս քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հակամիգրացիոն արշավը։ Նա նաև Վաշինգտոնին կոչ է արել վերանայել միգրանտների նկատմամբ իր մոտեցումը եւ մատնանշել հակամիգրանտական արշավի իրականացման մեջ չափից ավելի դաժանությունը։ Հնդկաստանի Մումբայ քաղաքում մուսոնային տեղատարապ անձրևներ են տեղացել։ Աղետի հետևանքով առաջացել է տրանսպորտային կոլապս եւ քաղաքի մի քանի գործարար եւ բնակելի շրջաններ հեղեղվել են, հայտնել է India TV հեռուստաալիքը։ Շատ խանութներ փակվել են, որոշ տեղերում աշխատանքը հեռավար է կազմակերպվել։ Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց արձանը, որը համարվում է լեգենդար ֆուտբոլիստի պատվին երբևէ կառուցված ամենաբարձր հուշարձանը։ Նավթարդյունաբերության պողպատից պատրաստված այս հսկան վերարտադրում է Մեսսիի հուզիչ պահը 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթանակից հետո։ Նա ծնկի է եկած, սեղմում է հավաքականի մարզաշապիկը եւ ձեռքը պարզում դեպի երկինք՝ ի իշատակ իր հանգուցյալ տատիկի։ Արձանն արդեն իսկ մեծ թվով զբոսաշրջիկների ու երկրպագուների է գրավել եւ համացանցում այն վիրուսային է դարձել։ Նոր հուշարձանը պաշտոնապես գերազանցել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող 21.3 մետրանոց նախկին արձանին, որը հեռացվել է կառուցվածքի անկայունության եւ անվտանգության խնդիրների պատճառով։